Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք։ Ու դա բնական է։ Քաղաքական գործընթացների մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատը ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ։ Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց։ Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը, աղաղակ, պիտակավորում, անվանարկում։ Ես այսօր այստեղ եմ եւ ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում։ Ծանոթ պատկերներ են, չէ՞։ Ես այսօր այստեղ եմ, ձեր հետ, ձեր կողքին կանգնած եմ, եւ դրա համար ես շատ հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ, ձեր կողքին կանգնած։ Մենք այնտեղ, որտեղ պատգամավորի թեկնածու չենք առաջադրել, պաշտպանում ենք մեր կոալիցիոն գործընկերներին։ Եվ այստեղ բնականաբար մենք պաշտպանում ենք պարոն Գագիկ Ծառուկյանի թեկնածուությունը։ Ընդամենը Դոդի Գագոյին տարիներ շարունակ վերացեցինք պարոն Ծառուկյանի, հիմա հակառակ պրոցեսն ենք անում։ Ուրիշ ոչ մի բան քաղաքական իմաստով տեղի չի ունենալու։ Այո, ողբերգություն է։ Ինչ որտեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի։ Եվ անգամ չարիք անվանելուց ամիսներ անց այս շաբաթասկզբին նախագահ Սերժ Սարգսյանը եւ Բարգավաճ Հայաստանի նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին կողք կողքի կանգնեցին ու միասին մասնակցեցին Հայաստան կինոթատրոնի բացմանը։ Այս տեսարանը ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի համար տարօրինակ չէր, ասաց, որ փետրվարյան վեճը գաղափարական դաշտում էր։ Քաղաքական դաշտում ամեն ինչ հնարավոր է որ լինի, որովհետև այդտեղ վեճը գնում է սկզբունքների, գաղափարների մասին եւ կարծում եմ, որ այստեղ պիտի տարբերակվի մեր սովորական կենցաղն ու քաղաքական պրոցեսները։ Փետրվարին նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետականի նիստի ժամանակ խոսել էր Ծառուկյանի մտավոր կարողություններից, հիշատակել նրա մականունը։ Ծառուկյանն էլ ի պատասխան հայտարարել էր, որ ազատելու է Հայաստանը չարիքի իշխանությունից եւ գողացված միլիարդավոր դոլարները վերադարձնելու է բյուջե։ Փոխադարձ այս մեղադրանքներից 4 ամիս անց այսօր ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պնդում է, որ մարդկային տեսանկյունից Ծառուկյանի հետ հարաբերությունները երբեք չեն փոխվել։ Նրա կարծիքով ընդդիմադիր մյուս ուժերը հրահրում էին Բարգավաճ Հայաստանի առաջնորդին եւ ցանկանում օգտվել գործընթացից։ Ազատության հարցին, թե արդյոք Ծառուկյանը զղջացել է Սարգսյանի հասցեին արած կոշտ հայտարարությունների համար, պատասխանեց. Քաղաքականության մեջ ներողություն չեն խնդրում։ Կամ զգում են պահը, առաջ են գնում, կամ կանգնում են։ Գալուստ Սահակյանի խոսքով այդ օրերին հնչող կոշտ բառապաշարը միտումնավոր էր ընտրվել, իրադարձությունները նաև հասարակությանը հասանելի դարձնելու համար։ Հանրապետականի համար որևէ մեկը չարիք չի կարող լինել։ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք։ Ես ասում եմ, ինչ որ ասել եմ, իմ ասածները կարամ գրեմ, ստորագրեմ, ու դրանից շեղում չի կարելի, որտեղ Ծառուկյանը արհեստական սարքած փչած չի, Ծառուկյանը զրոյից կայացած, տեսած, պատկերացնող, ժողովրդի հետ շփող, ժողովրդի հոգով, հոգսով շարժվող մարդ է։